Մինչ ելույթը սկսել, ընդ որում խոսելու եմ ժողովրդավարության մասին, որովհետև ինձ շատերը դրան անդրադարձան, նախկին ելույթ ունեցող պատգամավորուհուն, կներեք ձեր ազգանունը պարզապես չեմ հիշում դեռ, ինչ վշտի եւ դժբախտության մանկապարտեզի մասին եք խոսում։ Այդ վիշտը եւ դժբախտությունը այս երկրի գլխին բերել է ձեր իշխանությունը եւ հիմա անդիմությանը դասեր եք տալիս, որ վշտի եւ դժբախտության մասին են խոսում։ Դե կներեք էլի, որ ձեր նման երջանիկ չենք։ Դե կներեք էլի, որ չենք հաշտվում Արցախը կորցնելու հետ, չենք հաշտվում 5000 զոհերի հետ։ Դուք երջանիկ եղեք։ Դուք երջանիկ եղեք։ Սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ խոսել ժողովրդավարության մասին, որովհետև մինչ ինձ բազմաթիվ պատգամավորներ խոսեցին դրա մասին, եւ երեք էլ ԵԽԽՎ արժե զրկված ամբիոնից խոսվեց մեր երկրի ժողովրդավարության այլ կողմի մասին, բայց ես խոսեմ այն իրական ժողովրդավարության մասին, որ կա այսօր Հայաստանում։ Համաշխարհային փորձից ելնելով կա ընդունված մի ձևակերպում, որ հեղափոխական ժողովրդավարությունը հենվում է սվինների վրա։ Հայաստանում հեղափոխական ժողովրդավարությունը հենվում է կալանքի վրա։ Սա արդեն անարարկելի է։ Եվ որքան էլ ԵԽԽՎ ամբիոնից բարձրաձայն խոսեն հայկական ժողովրդավարության մասին, բուն Հայաստանում ժողովրդավարությունը դա կալանքն է, ժողովրդավարությունը կալանք պահանջող քննիչներն ու դատախազներն են, ժողովրդավարությունը կալանք տվող դատավորներն են։ Կա արդեն ձևավորված արդարադատության մի խավ որոշակի բացառություններով, ում կարելի է կոչել կալանքի մարդիկ։ Այդ մարդիկ իրենց իրավական առաքելությունը մի կողմ թողած, իրենց խիղճը մի կողմ թողած, լծված են կալանք դակելու գործին եւ տարիներ անց Հայաստանի այս փուլը հիշվելու է որպես պարտության եւ կալանքի փուլ։ Երբ բանտերում գտնվում են երկու arczepiskopos, ընդ որում իրավական տեսակետից անհիմն փնթի կարված գործերով, սա ոչ միայն ժողովրդավարության անկում է, այլ եւ այդ կալանավորվածները ոչ այնքան սրբազաններն են, որքան մեր խիղճը, մեր ինքնությունը եւ հոգեվոր արժեքները, մեր նվիրական գաղափարները։ Ես ինչու եմ այսօր այս մասին խոսում, որովհետեւ մինչ ԵԽԽՎ ամբիոնից համոզում են, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, վաղը չէ մյուս օրը դատավորը որոշում է կայացնելու Միքայել Սրբազանին անհիմն մեղսագրվող արարքով գործով։ Այս մասին շատ ենք խոսել, բայց ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել, Միքայել Սրբազանին դատում են այն հայտարարությունների համար, որոնք մեկ տարի առաջ դատախազությունը հակաիրավական չէր համարում, հիմա արդեն անցյալ ժամանակով կոչ է դիտարկում եւ արդեն հակաիրավական է։ Սա է ժողովրդավարական Հայաստանը։ Ես ուզում եմ ընդգծել, որ դատավորը պատիժ սահմանելու է ոչ թե Սրբազանի համար, այլ ազատազրկելու է մեր բոլորի խիղճը։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ շատ բաց խոսենք այս թեմայով, որ թող որևէ մեկին չթվա, որ ունի երաշխիք, որ չի դառնալու իրենց հռչակած ժողովրդավարության զոհը։ Քանի մեքենան աշխատում է, բոլորը գտնվում են այդ մեքենայի սռնակների տակ ընկնելու վտանգի տակ։ Առաջին անգամ ես այս մասին ահազանգել եմ դեռևս արդեն հեռավոր 2018-19 թվականներին, երբ միացվում էր իրավական տերորի մեքենան։ Այդ ժամանակ արդեն տեսանելի էր, որ չպետք է ուրախանալ քաղաքական հակառակորդներից որևէ մեկի կամ այն մարդկանց, ում չեք սիրում, նրանց հանդեպ կատարվող քրեական գործերի համար։ Ես դա ասում եի այն պարզ պատճառով, որովհետև շատ լավ գիտեմ իրավական տերորի պատմությունը, եւ եթե այն սկսում է աշխատել, ապա խժռում է բոլորին։ Վերջում չասեմ ում է խժռելու, մենք բոլորս դա լավ հասկանում ենք, բայց խժռելու է նաև նրանց, ովքեր աշխատացրել են տերորի մեքենան, տվել կամ կատարել են հրամաններ։ Մյուս կողմից էլ ուզում եմ պատասխանել մի շատ պարզ հարցադրման, թե ինչու են Սրբազանի դատական պրոցեսներին ներկա գտնվում նույն մի քանի տասնյակ մարդիկ։ Դա նրանից չէ, որ տասնյակ հազարավորները անտարբեր են։ Ամենևին այդպես չէ։ Հայաստանը եռում է։ Հայաստանը խեղդվում է անարդարությունից եւ ես ուզում եմ, որ այդ եռումը դուրս գա օրինական ճանապարհով եւ ոչ թե լինեն այլ սցենարներ։ Սիրելի հայրենակիցներ, ԵԽԽՎ ամբիոնից շատերին հակաժողովրդական որակելուց, լրատվական ռեսուրսներից շատերին ապատեղեկատվություն տարածող եւ դրանով իսկ ժողովրդավարությանը վնաս հասցնող որակելուց զատ, պարզվեց, որ ժողովրդավարությունը այնուամենայնիվ վստահելի ձեռքերում է։ Եվ պարզվեց, որ ժողովրդավարությունը ժողովրդի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ձեռքերում է։
Բայց այդ նույն ժողովուրդում, ձեռքերում ժողովրդավարությունն է այդպես էլ չի հասկանում, թե այդ ինչպես է ստացվում, որ խաղաղ ակցիաների ժամանակ իրենց ձեռքում պահվող ժողովրդավարության պայմաններում հարյուրներով հայտնվում են բանտերում։ Ինչպես են ակցիաների ժամանակ իրենց նկատմամբ կիրառվում ձայնային նռնակներ։ Չի հասկանում, ինչպես դատախազը, գլխավոր դատախազը այս ամբիոնից ստում եւ այդ ստի ու կեղծիքի վրա անհնազանդության ակցիաները դառնում են ահաբեկչություն։ Ժողովրդավարության տերը չի հասկանում, թե ինչպես է արդարադատությունը ընտրովի կիրառվում։ Քաղաքական հետապնդումների ենթարկվող մարդիկ ամիսներով կալանքի տակ են պահվում, իսկ օրինակ մի քանի ամիս առաջ Ծաղկաձորում 2 դպրոցահասակ աղջիկների կյանքի համար պատասխանատուներից մեկը նույնիսկ քրեական գործով չի անցնում։ Թե այստեղ քաղաքական պատվեր չկա, ամեն ինչ նորմալ է։ Այս նույն ժողովուրդում ձեռքերում ժողովրդավարությունն է շվարել է, թե ինչպես է ստացվում, որ պատվեր կատարող դատավորները առաջ խաղացման են ներկայացվում, նախորդ նիստերի ընթացքում Վճռաբեկ դատանի դատավոր ընտրեցիք, իսկ օրենքով եւ իրավունքով առաջնորդվողները կարգապահական պատասխանատվության են ենթարկվում։ Չի հասկանում, թե ինչպես է Բաքվում պահվող գերիները, ինչպես են դարձել երկարատև կոնֆլիկտի հետևանքով անազատության մեջ հայտնվածներ։ Այդ ինչպես գերիները դարձան ուղղակի անազատության մեջ գտնվողներ։ Չի հասկանում, որ եթե Հայաստանի տնտեսությունը 43%-ով աճել է 2018 թվականից հետո, ապա ինչու են իրենք շարունակում շատ վատ ապրել, ինչու են շատ ցածր թոշակներ ստանում, ինչու չեն կարողանում դեղեր ձեռք բերել, չի հասկանում։ Ի վերջո ժողովուրդը, որ ժողովրդավարությունը այսպես իր վստահելի ձեռքերում պահում է, չի հասկանում, թե այդ ինչպես եղավ, որ Փաշինյանը իր անունից որոշեց, որ Արցախցին վերադարձի ժողովրդավարական իրավունք չունի։ Շատ բան չի հասկանում ժողովուրդը։ Եվ վերջում, սիրելի հայրենակիցներ, ես պատահաբար չընդգծեցի ԵԽԽՎ արժեզրկված ամբիոնը, որովհետև դա այն ԵԽԽՎ-ն չէ, որ եղել է 10 տարի առաջ, 15 տարի առաջ, որպես ժողովրդավարության փարոսներից մեկը։ Այդ ԵԽԽՎ-ն է, որ այսօր մարդու իրավունքների խնդիրներին նայում է բացառապես քաղաքական եւ աշխարհաքաղաքական ճամբարների տեսանկյունից, իսկ մեր իսկական ճակերտավոր ԵԽԽՎ-ն պետք է լինենք մենք, մեզանից յուրաքանչյուրը, մեր խիղճը, որ մի օր պետք է ասենք հերիք է, վերջ տվեք այս անարդարությանը։